Հայաստան, Ռուսաստան, Հայաստան, Եվրամիություն, Հայաստան, Միացյալ Նահանգներ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Էրբեկային տված հարցազրույցի հիմնական թեմաները։ Ինձ համարում են ռուսամետ գործիչ, ես հայամետ գործիչ եմ։ Քոչարյանն աղետ է անվանում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի փլուզումը եւ հիշեցնում բալանսավորված քաղաքականություն է վարել Հայաստանը 98-ից 2008 թվականներին։ Ես մշտապես բալանսավորված արտաքին քաղաքականություն եմ վարել։ Միշտ փորձել եմ չմտնել հակասությունների մեջ, այլ ընդհակառակը գործել այն դաշտում, որտեղ հակասությունները հարթվում են։ Հիմա գերտերությունների շահերի բախման կենտրոն դառնալու ճանապարհին է Հայաստանը, նկատում է Հայաստան դաշինքի առաջնորդը։ Տնտեսությունն ու բիզնեսը Ռուսաստանի հետ են կապված, բայց ռետորաբանությունը Եվրամիության մասին է։ Այդ քաղաքականությունը աշխարհաքաղաքական շպագատ է անվանում Քոչարյանը։ Մարդու համար, որը մարզված չէ շպագատ նստելու համար, նման քայլը կարող է համապատասխան տեղում հյուսվածքների պատրվազքի հանգեցնել։ Իսկ ինչու անել դա։ Ինչ է անելու Քոչարյանը առաջինը հունիսի 7-ին հաղթելուց հետո հարցնում է Էրբեկայի թղթակիցը։ Պետք է դուրս պրծնել այս քաոսից, պարզապես հանգստացնել իրավիճակը եւ կասեցնել բոլոր այն քայլերը, որոնք արդեն այսօր սկսել են հարվածել մեր տնտեսությանը։ Նաև վերջին տարիների առաջ չարացի աուդիտ է խոստանում երկրորդ նախագահը։ Պետք է նայել, ինչ կարելի է պահպանել, ինչից պետք է հրաժարվել, գնահատել ռիսկերը եւ շարժվել առաջ։ Առաջ դեպի անվտանգ ու մրցունակ երկիր Քոչարյանն ասում է օրակարգում է հայ-ադրբեջանական խաղաղությունը։ Խաղաղությունը ենթադրում է որոշակի երաշխիքներ։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է, բայց երաշխավորների առկայությամբ, պնդում է Քոչարյանը։ Եթե մենք ստորագրում ենք խաղաղության համաձայնագիր, ապա նույնիսկ այդ համաձայնագրի տեքստը, ինչպես ասում ենք, կարող է չփոխվել, բայց դրան պետք է հավելել դրույթ, որը կարձանագրի այդ փաստաթղթի միջազգային ճանաչումը եւ կապահովի դրա իրականացման որոշակի երաշխիքային մեխանիզմներ։ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը կարող են լինել երաշխավորները, համոզված է երկրորդ նախագահը։ Իշխանության նարատիվն այն է, որ Ադրբեջանը կարող է չհամաձայնել, ուրեմն պատրվում են դիմակները։ Եթե Ադրբեջանը չի համաձայնում երաշխավորների, նշանակում է ավելի մեծ ախորժակ ունի, պնդում է Քոչարյանը։ Եթե նա չի համաձայնում անվտանգության երաշխիքներին, նշանակում է ունի այլ մտադրություններ։ Քոչարյանը պատմական փաստով հերքում է մեղադրանքը, թե իր իշխանության գալուց հետո կարող է պատերազմ սկսվել։ Այն մասին, թե իմ գալու դեպքում պատերազմ կլինի, ասում է մի մարդ, ով իր քաղաքականությամբ 3 պատերազմ է բերել Հայաստանի, ով հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով հանձնել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը եւ իր գործողություններով հրահրել է Ղարաբաղյան պատերազմը։ 98-ից 2008 թվականները նորանկախ Հայաստանի պատմության ամենախաղաղ տարիներն են եղել, հիշեցնում է Քոչարյանը։ Ալբերտ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։